Տարոն Չախոյան։ Պարոն Հարությունյան, դուք ցանկանում եք դառնալ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ ու շատ կարևոր է իմանալ ձեր տեսակետը, ձեր դիրքորոշումը մի շարք առանցքային հարցերի շուրջ, օրինակ Լեռնային Ղարաբաղի մասին։ Ձեր խմբակցության ղեկավարը սրանից 2-3 ամիս առաջ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը ստեղծման օրվանից ճանաչված անկախ հանրապետություն է եղել։ Որն է այս հարցի շուրջ ձեր դիրքորոշումը, արդյոք ճիշտ է այդ պնդումը, թե ոչ։ Եվ երկրորդ հարցը, այս նույն հանձնաժողովի ձեր նախորդ թեկնածուն այդ բարձր ամբիոնից հայտարարում էր, որ Ղարաբաղյան շարժումը մարած չէ եւ դա չի կարող մարել, ավարտվել մեկ մարդու որոշումով։ Որն է ձեր դիրքորոշումը այս հարցի շուրջ։ Շնորհակալ եմ։ Տեսեք, ուրեմն Արցախի մասով ես գտնում եմ, որ այն բանը հայտարարությունը իմ, որը կարող է չբխել ժողովրդի շահից, պետության շահից, ես չեմ պատրաստվում այս ամբիոնից բարձրաձայնել։ Երկրորդ, ես կարծում եմ, որ Արցախի մասով, այո, միջազգային իրավունքի նորմերից ելնելով մենք ունենք չլուծված խնդիր։ Դա այնտեղի բնակչության հետ վերադարձի հնարավորության ապահովումն է, ինչպես նաև հոգևոր եւ մշակութային կյանքի շարունակականությունը։ Քանի այս հարցերը կարգավորված չեն, ես գտնում եմ կա խնդիր։ Բայց նաև մենք պարտավոր ենք հաշվի նստել այն իրողության հետ, որ երկրի բարձրագույն ղեկավարը Արցախը ճանաչել է այլ երկրի պետության կազմում, հետևաբար այս մասով մենք զրոյական կետից ոչինչ գտնում ենք չունենք սկսելու։ Պետք է ապահովենք արցախցիների վերադարձը իրենց բնակավայրեր, պահպանելով իրենց մշակութային ու հոգևոր կյանքի շարունակականությունը։ Արձագանք։ Շատ լավ եւ եւս մեկ հարց։ Ինչպես եք պատկերացնում որպես հանձնաժողովի նախագահ եվրոպական ինտեգրացիան, երբ ձեր քաղաքական ուժի առաջնորդը շատ ուղիղ հայտարարություն է արել, որ կատեգորիկ դեմ է եվրոպական ինտեգրացիային։ Ուշադրություն, ոչ թե ինտեգրմանը, ոչ թե անդամակցությանը, այլ ինտեգրացիային։ Խնդրում եմ պատասխանեք։ Շատ ռեալ հողի վրա պատկերացնում եմ, ասեմ ոնց։ Քանի որ այս հանձնաժողովի նպատակը կառավարության կողմից իրականացվող քաղաքականության, կառավարության բերած առաջարկների խորհրդարանական վերահսկողությունն է, հետևաբար իմ ընտրվելու պարագայում ես պատրաստվում եմ ամեն ջանք դնել, հասկանալ կառավարության այդ առաջարկները, որքան են բխում Հայաստանի Հանրապետության պետական շահի եւ հայ ժողովրդի շահից եւ դրանով պայմանավորված բնականաբար մենք մեր դիրքորոշումը կորդեգրենք։ Նորից եմ ասում, դեռևս Եվրոպական միությանը անդամակցելու տենց հռչակագրային բնույթ կրող օրենքի առկայությունը չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը ընտրել է քաղաքական կուրս Եվրոպական միությանը միանալու։ Այ երբ այդ հարցը առարկայական հողի վրա կունենանք օրակարգում, մենք հստակ մեր դիրքորոշումը կներկայացնենք, բնականաբար քննարկելով ինչպես հանձնաժողովում, այնպես նաև մեր քաղաքական առաջնորդի հետ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար